Դուք այսօր այստեղ մասնակցում եք ակցիային, որը հաջակցություն Սամվել Կարապետյանին է։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք այսօր Սամվել Կարապետյանի դատական գործով հերթական նիստն է լինելու, ձեր սպասումները։ Իմ սպասումները, գիտեք ինչ, սա սարսափում է։ Սարսափում է ազնիվ մարդկանցից, սարսափում է ուժեղ մարդկանցից։ Այս վիժվածքները, այստեղ նստած վիժվածքները, ես սրանց դաժե անձնավորություն չեմ ասում, վիժվածք են։ Սրանք մտածում են ամեն կերպ ժողովրդին ջարդել, մեզ ջարդել անհնար է։ Թող սա լավ հիշի, սա իր վերջի օրերն է, վերջի, ինքը չի մնալու։ Ես սպասելիքս էն է, որ ինքը շարունակելու է նույն ռեպրեսիաները Սամվել Կարապետյանի հանդեպ ու բոլորի հանդեպ։ Դուք պատկերացրեք ինչ ա գնում, ես ժողովրդին եմ դիմում, սիրելի ժողովուրդ, նայեք, Ռուբեն Վարդանյան Բաքվի բանտում, Սամվել Կարապետյան Հայաստանում։ Սա խոսացած երկու բարերարների, երկու մարդկանց, որոնց աշխարհը ճանաչում է, ֆինանսական աշխարհն է ճանաչում, որպես ազնիվ հարուստ տեսակի մարդիկ։ Հասկանում եք, մենք պետք է պաշտպանենք մեր ազգի ինքնությունը, մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը։ Սամվել Կարապետյանը հայ ազգի ազնիվ ներկայացուցիչ բարերար է։ Մենք պետք է կանգնենք իր կողքին։ Իմ սպասելիքս, ասեմ, դրական չի սրանցից, բայց մենք կանգնելու ենք, հավատացեք, պարտվելու ասա, հավատացեք, գիտեմ, որ կեղծելու, բայց թող հանգարց մտներով չանցնի, որ մենք լինելու է 21 թիվը, տոպ սահմանադրական, ոչ, մենք կանգնելու ենք ոտքի, այն քաղաքական ուժերը, որ չկանգնեն ժողովրդի կողքին, որ մենք դուրս ենք գալու փողոց, դրանք գնալու են ոչ թե քաղաքական աղբանոց, այլ գնալու են քաղաքական գերեզման, որոնք ընդունելու են սրանց կեղծիքը։ Սիրելի ժողովուրդ, գնում ենք ընտրությունների, հասկացեք, սա քաղաքական ընտրություն չի, սա հայրենիքի փրկության ընտրություն է։ Եթե մենք պետք է չհասնեինք ընտրությունների, բայց որ արդեն հասել ենք, մենք պետք է ցույց տանք, որ մենք չունենք հայրենիք թրքացնելու, մենք չունենք հայրենիք թուրքին տալու, մենք պետք է մեր հայրենիքը պահենք մեր զավակների, մեր ժառանգների համար։ Կարծում եք երկրում ստեղծված այս իրավիճակը պայմանավորված է ընտրություններով, սպասվող համապետական ընտրություններով։ Այս իրավիճակը երկրում սրանք ուրիշ շանս չունեն, սրանք պետք է անեն ամեն ինչ, որ կեղծեն, հասկանում եք, հավատացեք, սրանք չունեն այլ շանս, ու մենք պետք է կանգնենք, ժողովուրդին պետք է խնդրենք, ժողովուրդը պետք է դուրս գա, գնա ընտրությունների, դուրս գա փողոց, մենք պետք է ազատագրենք Հայաստանը այս վիժվածքներից, այս իշխանություններից, սրանք դավաճան իշխանություն, այո, ես շատ դեմ եմ ընտրություններին գնալուն, որովհետև դավաճանի օրակարգով չեն գնում, բայց հիմա էս է իրավիճակը, մենք այլ երկ այսօր չունենք, եթե Աստված օգնի մեզ, խելք տա ժողովրդին դուրս գա, սրանց տեղից վռնդի, մենք գնանք իսկապես արդար գեղեցիկ ընտրությունների ու աշխարհին ասենք, մենք հայ ենք, մենք ազգ ենք, հասկանում եք, դա կլինի ամենահրաշքվանը։